Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հազվագյուտ հանքանյութերի ոլորտում գործակցության շուրջ քննարկումները նոր հարց են առաջ բերել։ Վաշինգտոնի հետաքրքրությունը պայմանավորված է միայն հայկական ռեսուրսներով, թե այստեղ աշխարհաքաղաքական հետաքրքրությունն է առանցքայինը։ Ամենայն հավանականությամբ Հայաստանում կան տարբեր այդ տիպի միներալներ, որոնք իսկապես հետաքրքրում են Միացյալ Նահանգներին։ Բայց այլ բան է, որ այդ պայմանագիրը, եթե դուք ուշադիր կարդաք, այնքան էլ Հայաստանի ձեռնատու չէ, որտեղ այնտեղ խոսք չի գնում, ասենք թե դրա ինչ որ արդյունահանման, վերամշակման, որտեղ ցանկացած հանքահումքի արդյունահանում ինքը դառնում է էֆեկտիվ, եթե դու դրա վերամշակումը, գոնե մասսան վերամշակումը քո տարածքում ես անում։ Եթե դու միայն հանքի արդյունահանողն ես եւ արտահանող, ապա դա բերում է քեզ մինիմալ օգուտներ եւ ահռելի վնասներ, որտեղ հանքարդյունաբերությունը ինքնին էկոլոգիական առումով բավականին վնասակար է։ Արմեն Մանվելյանը նշում է, ժամանակին Սովետական Միությունում ակտիվորեն հետազոտություն է իրականացվել, թե Հայաստանի տարածքում որտեղ կան հանքանյութեր, հիշեցնում Արփա-Սևան նախագծի մասին։ Սյունիքի հարստությունը հիմնականում մոլիբդենն է, սակայն տարածքն ամբողջովին ուսումնասիրված չէ։ Հնարավոր է գտնվեն նաև այլ օգտակար հանքանյութեր։ Բացի դրանից, կախված տեխնոլոգիական զարգացումից, պահանջարկը փոխվում է։ Միգուցե նախկինում էլ են գտել, սակայն չի եղել պահանջարկ։ Այսինքն, Վաշինգտոնն իսկապես հետաքրքրություն ունի այս տարածքի նկատմամբ։ Պետք է հաշվի առնել եւ Միացյալ Նահանգների շահերը եւ բնականաբար սեփական ազգային տնտեսության շահերը։ Դա մասնագիտական արդեն քննարկման առարկա է, ինչը Հայաստանի պարագայում տնտեսության կառավարման օղակներին շատ բնորոշ չէ, որ կատարեն ճշգրիտ հաշվարկներ եւ ասեն, թե որքանով է նպատակահարմար։ Այժմ խոշոր խաղացողները ռեսուրսների մեծ պահանջարկ ունեն եւ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են այն տարածաշրջանների եւ երկրների վրա, որտեղ հնարավոր է ռեսուրսներն ավելի մատչելի գնով ձեռք բերել։ Հայաստանը շատ ավելի մեծ աշխարհատնտեսական նախագծի մաս է, որի նպատակը Հարավային Կովկասով եւ Կենտրոնական Ասիայով անցնող նոր մատակարարման շղթաների ձևավորումն է, կարծում է տնտեսագետ Թաթուլ Մանասարյանը։ Միացյալ Նահանգները նաև իր ներկայությունը ապահովելու համար տարածաշրջանում, հատկապես Իրանի սահմանի մոտ, բնականաբար դա ավելի ձեռնտու է համարում եւ քաղաքական առումով եւս հիմնավորված։ Իսկ Արմեն Մանվելյանը սա համարում է վատագույն պայմանագրերից մեկը եւ կարծում է, որ եթե ամերիկացիները կարողացան ռուսներից վերցնել հանքանյութերի քարտեզները, ել ավելի վատ կլինի։ Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի վրա դուրս գալու մասին, ապա փորձագետը սա Ադրբեջանի կողմից շրջանառվող միֆ է համարում, որից էլ օգտվում է գործող ռեժիմը։ Կենտրոնական Ասիայից ապրանքը կգնա դեպի Եվրոպա, Եվրոպայից էլ կգնա դեպի Չինաստան, չի գալու ոչ ընդդեից ապրանք, ոչ թե այս ճանապարհը թրիփ կոչվածը պետք է միայն Թուրքիային ու Ադրբեջանին, ոչ մեկին այլևս պետք չի, որովհետև ցանկացած ճանապարհ, որով 74%-ով վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, երբեք Չինաստանը չի օգտագործի իր ապրանքների արտահանման համար։ Սա մեկ էլ, եկեք սա այս հասկանանք, որովհետև ընդհանրապես եթե դուք վերցնեք Չինաստանի քաղաքականությունը մեկ գոտի, մեկ ճանապարհ, ապա դրա ամբողջ գաղափարն անում, որպեսզի հնարավորինս իրենց կախվածությունը ծովային ուղիներից, որոնք վերահսկվում են բրիտանացիների ու ամերիկացիների կողմից, քչացնեն։ Տնտեսագետ Թաթուլ Մանասարյանի խոսքով այսօր ռեսուրսների նկատմամբ գլոբալ մրցակցությունը սրվում է, սակայն Հայաստանի նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունը միայն տնտեսական չէ։ Նրա գնահատմամբ քաղաքականությունն ու տնտեսությունն արդեն անբաժանելի են, եւ Միացյալ Նահանգները ձգտում է ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում Իրանի սահմաններին մոտ տարածքներում։ Կարճ ասած, գերտերությունների նոր պայմանավորվածություններ են անհրաժեշտ ազդեցության գոտիները իրենց մեջ կիսելու կամ վերաբաշխելու համար։ Միացյալ Նահանգները տարբեր աստիճանի հետաքրքրություններ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում եւ դա երբեք չի դարձրել, արդեն մոտ կես դարից ավելի է, ինչ Միացյալ Նահանգների դեսպանատունը երևի տարածաշրջանի իր չափերով ամենամեծ դեսպանատունն է, այնպես որ սա հուշում է, որ դա նոր երևույթ, ուրիշ բան, որ ավելի կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, բայց Միացյալ Նահանգները մշտապես ուշադիր հետևում է զարգացումներին եւ Հայաստանում եւ Հայաստանի հարևան երկրներում։
Մանասերյանը հիշեցնում է, Վաշինգտոնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նոր չէ։ Տարիներ շարունակ Միացյալ Նահանգները հետևել է տարածաշրջանային զարգացումներին, իսկ այսօր այդ հետաքրքրությունը վերածվում է ավելի կոնկրետ քաղաքական եւ տնտեսական քայլերի։ Ըստ Մանվելյանի, համենայն դեպս, այսպես կոչված միջին միջանցքը չի կարող աշխատել բազմաթիվ պատճառներով։ Դրա առաջ մեծ խոչընդոտ կա հանձինս Կասպից ծովի, հաղթարել այդ ծովը բավականին բարդ է, որտեղ ինքը բավական սաղր ծով է։ Իսկ ամենախոշոր նավերը, որոնք կան Կասպից ծովում, մոտավորապես 15000 տոննա են։ Համացան համար ասեմ, որոնք Պարսից ծոցի նավթատարները սկսում են 100,000 տոննայից, ամենափոքրը դե 100,000-ը, ստե ամենամեծը 15-16000 տոննա է։ Այսինքն որ հասկանաք էլի տարբերությունը։ Հետևաբար ցանկացած ապրանք, որը գալիս օրինակից Չինաստանից, կենտրոնական Ասիայից պետք է անցնի նավերը, անցնի դեպի Ադրբեջան եւ ԱՊԿ, ինքը ահռելի թանկ է նստում։ Այս փաստաթուղթը եւս հիմնված է Միացյալ Նահանգների շահերի վրա, իսկ Վաշինգտոնի այսքան մեծ հետաքրքրությունը պայմանավորված է շատ կարևոր փաստերով՝ փակել Մեղրիի ճանապարհը Իրանի համար, Հայաստանին տանել հակառուսական եւ հակաիրանական ճանապարհով, որը շատ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։